Ինչպես ասել, ոչ, ոչ բռնի հաղորդակցության լեզվով։ Բարի օր, հարգելի ընկերներ, դուք նորից միացել եք հաղորդակցության ուժը զրույցին։ Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսել ենք ոչ բռնի հաղորդակցման 4 քայլերի մասին՝ դիտարկում, զգացմունք, կարիք եւ խնդրանք։ Արաքսը եւ Արան բացատրեցին, որ այս մեթոդը օգնում է մարդկանց փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել, առանձնացնելով դատողությունները եւ մեղադրանքները, ավելի ներդաշնակ դարձնելով շփումը։ Դիտարկումը թույլ է տալիս տեսնել իրականությունը առանց գնահատականի, իսկ զգացմունքը հասկանալ սեփական ապրումները։ Կարիքը բացահայտում է մեր ներքին շարժառիթները, իսկ խնդրանքը ձևակերպում ամենը դարձնում է հստակ ու հարգալից։ Զրույցի ընթացքում Արան նշեց, որ ոչ բռնի հաղորդակցությունն իր համար պարզապես մեթոդ չէ, այլ ընդունելի վերաբերմունք է կյանքի եւ մարդկանց հանդեպ։ Նրանք համեմատեցին այս գործընթացը ծաղիկների խնամքի հետ, ընդգծելով, որ ինչպես բույսերն են սիրում հանգիստ եւ բնականon աճ, այնպես էլ մարդիկ զարգանում են միայն ուշադրության ու ջերմության պայմաններում։ Այսպիսով, երկրորդ մասում շեշտվեց հաղորդակցման ներքին մշակույթը, լսելու եւ լսված լինելու արվեստը։ Այն ցույց տվեց, որ խաղաղ հարաբերությունների հիմքում միշտ ընկած է փոխադարձ հարգանքը եւ կարեկցանքը։ Նախորդ թողարկման ընթացքում ընդգծվել է, որ ոչ բռնի հաղորդակցությունը նպաստում է նաեւ ինքնաճանաչմանը, քանի որ օգնում է տարբերել իրական կարիքները արտաքին պահանջներից։ Երրորդ մասում զրույցն արդեն տեղափոխվում է դեպի կյանքի տարբեր ոլորտներ՝ կրթություն, աշխատանք եւ հասարակական միջավայր։ Ներկայացվում է, թե ինչպես է ոչ բռնի հաղորդակցությունը օգնում աշխատանքում, որպեսզի ավելի արդյունավետ թիմ ձևավորի։ Բացատրվում է, որ երբ թիմի անդամները սովորում են լսել միմյանց առանց պաշտպանվելու կամ մեղադրելու, ստեղծվում է վստահություն։ Թողարկման ընթացքում օրինակ է բերվում դպրոցական միջավայրից, պատմելով, որ ուսուցիչներն էլ կարող են կիրառել այս մեթոդը, խթանելու աշակերտների ներգրավվածությունը։ Զրուցակիցները միասին վերլուծում են, որ ոչ բռնի հաղորդակցությունը կարող է դառնալ խաղաղ հասարակության հիմք, որտեղ կոնֆլիկտները վերածվում են համագործակցության։ Արաքսը հավելում է, որ այս մոտեցումը պետք է սերտել ոչ միայն խոսքով, այլև վարքով, ամենօրյա շփումներում։ Արան հիշեցնում է, որ խոսքը ուժ ունի, այն կարող է բուժել կամ վիրավորել, միավորել կամ բաժանել։ Այդ պատճառով նա կոչ է անում մտածել յուրաքանչյուր արտահայտության հետևանքների մասին։ Թողարկման այս մասում նրանք գալիս են եզրակացության, որ խաղաղ հաղորդակցությունը սկսվում է ներսից, մեր վերաբերմունքից դեպի ինքներս մեզ եւ մյուսներին, եւ հենց այդ ներքին խաղաղությունն է, որ դառնում է հասարակական ներդաշնակության առաջին քայլը։ Արդեն այս հաղորդման ընթացքում ներկայացվելու է, թե ինչպես ասել ոչ բռնի հաղորդակցության լեզվով։ Դավիթն ու Մարգարիտան ներկայացնելու են, թե ինչպես կարելի է ասել ոչ, պահպանելով հարգանքը եւ կապը։ Հաղորդման ընթացքում նրանք բացատրում են, որ ոչ բռնի հաղորդակցության լեզուն չի մերժում մարդուն, այլ բացատրում է զգացմունքները ու կարիքները։ Օրինակ, չեմ կարողի փոխարեն կարելի է ասել. ես հիմա հանգստանալու կարիք ունեմ, կարող ենք մեկ այլ օր գնալ քայլելու։ Այսպես մերժումը չի դառնում վիրավորական, այլ դառնում է բաց անկեղծ հաղորդակցություն։ Դավիթը ընդգծում է, որ ոչ ասելը ինքնահարգանքի նշան է, ոչ թե ագրեսիա։ Մարգարիտան ավելացնում է, որ այս ձևով խոսելիս մյուսը նույնպես ավելի հեշտ է ընդունում մերժումը։ Նրանք ներկայացնում են 3 պարզ քայլ՝ նկատել, թե ինչ ես զգում, թե ինչ ես հասկանում, թե ինչի կարիք ունես եւ արտահայտել դրանք առանց մեղադրանքների։ Երբ մարդը խոսում են իր զգացմունքների ու կարիքների մասին, խոսքը դառնում է հարգալից ու վստահ։ Այս մոտեցումն օգնում է պահպանել հարաբերությունները եւ զրույցներում նվազեցնել պաշտպանողականությունը։ Ոչ բռնի հաղորդակցման բարտաբերված ոչը չի դատապարտում, այլ բացատրում է զգացմունքները ու կարիքները։ Այս մոտեցման մեջ մեզ օգնության են գալիս 3 հիմնական քայլեր՝ նկատել, թե ինչ ես զգում, պարզել, թե ինչի կարիք ունես եւ հստակ արտահայտել դա մեղադրանքներից խուսափելով։ Այսպիսով սահմանների արտահայտումը խաղաղ ու վստահ ձևով թույլ է տալիս պահպանել հարաբերությունները եւ օգնում է մյուսին ընդունել մերժումը առանց վիրավորանքի։ Ոչ բռնի հաղորդակցության լեզուն փոխում է ոչ միայն բառերը, այլև միջավայրի էներգիան, այն բացում է խոսակցությունը եւ աջակցում փոխըմբռնմանը։ Թողարկման ուղերձն է ոչ ասելը ինքնահարգանքի նշան է, իսկ ճիշտ արտահայտված ոչը մարդկանց միջև ստեղծում է հարգալից ու անկեղծ միջավայր։ Բարև բոլորին։ Դուք լսում եք հաղորդակցության ուժը զրույցի հերթական թողարկումը։ Այսօրվա թեման մի բառ է, որը թվում է պարզ, բայց շատերին դժվար է արտաբերել։ Ոչ։ Այս հարցի շուրջ իմ զրուցակիցն է Մարգարիտան, ով երկար է մտածել ոչ ասելու ձևերի մասին։ Բարև Դավիթ։ Լսում էի ու մտածում, թե ինչ ճշմարիտ բան ես ասում։ Արդյոք քեզ էլ է հանդիպել դեպք, երբ ցանկացել ես մերժել, բայց չես կարողացել։ Այո, շատ անգամ։
Երբ ուզում ես ասել չեմ կարող, բայց վախենում եմ, որ մյուսը կվիրավորվի։ Դու էլ ունես կամ ունեցել ես այդպիսի պահեր։ Հա, Դավիթ, հատկապես աշխատավայրում։ Երբ մի բան խնդրում են եւ ես հոգնած եմ, բայց ասում եմ լավ, կանեմ։ Հետո զգում եմ, ախր այդ կերպ ես ինձ վնասեցի։ Հենց դա է խնդիրը։ Երբ այո ես ասում ուրիշներին, շատ դեպքերում իրականում ոչ ես ասում ինքդ քեզ։ Պաուլո Կոելյոն շատ գեղեցիկ է ասել. երբ դու այո ես ասում ուրիշներին, համոզվիր, որ չես ասում ոչ ինքդ քեզ։ Դա կարծում եմ հենց ոչ բռնի հաղորդակցության գաղափարն է, չէ՞։ Ոչ ասել այնպես, որ պահես եւ քո սահմանը, եւ մյուսի արժանապատվությունը։ Ճիշտ ես։ Ոչ բռնի հաղորդակցման լեզուն սովորեցնում է, որ մեր ոչը չդառնա պատ, այլ դառնա կապ։ Ասենք դու կարող ես մերժել, բայց այնպես, որ մյուսը զգա, որ դու դեռ կապի մեջ ես։ Կուզես փորձենք օրինակով։ Տեսնենք ինչպես է հնչում սովորական ոչը, իսկ հետո ոչ բռնի հաղորդակցման տարբերակը։ Կգաս կինոթատրոն։ Չէ, արդեն ուշ է, Մարգարիտա։ Անկեղծ է, բայց մի քիչ կտրուկ։ Կարող է մարդուն թվալ, թե մերժում ես իրեն, այլ ոչ թե առաջարկը։ Այո, իսկ հիմա նույն իրավիճակը ոչ բռնի հաղորդակցության լեզվով։ Կգաս կինոթատրոն։ Մարգարիտա, ես հիմա հանգստանալու կարիք ունեմ, որովհետև երկար ու լարված օր եմ ունեցել։ Կարող ենք մեկ այլ օր գնալ, որ լիարժեք վայելեմ ֆիլմը։ Հիմա տարբերությունը իսկապես զգացվում է։ Այս տարբերակով դու պարզապես չես մերժում, այլ բացատրում ես ինչ ես զգում եւ ինչի կարիք ունես։ Այո, եւ միաժամանակ ցույց եմ տալիս, որ հարաբերությունը ինձ համար կարևոր է։ Այս ոչը չի ասում քեզ եմ մերժում, այն ասում է այս պահին չեմ կարող, բայց կապը ինձ համար շատ կարևոր է։ Գիտես, շատերը վախենում են ասել ոչ, որովհետև կարծես մեղավորության զգացում են ունենում։ Ինչպես կարելի է դա հաղթահարել։ Առաջինը պետք է հիշել, որ ոչ ասելը ինքնահարգանքի նշան է, ոչ թե ագրեսիա։ Երկրորդը խոսել այնպես, որ երևա եւ զգացածը եւ կարիքը, ոչ թե թվա թե արդարանում ես։ Օրինակ, ես հիմա չեմ կարող մասնակցել հանդիպմանը, որովհետև հանգստի կարիք ունեմ։ Կարող ենք հանդիպումը տեղափոխել վաղը։ Սա շատ ավելի հարգալից է հնչում։ Իդեպ ես նկատել եմ, որ երբ այսպես ես խոսում, մյուսն էլ ավելի հեշտ է ընդունում մերժումը։ Ճիշտ ես նկատել։ Հաղորդակցման այս լեզուն փոխում է ոչ միայն բառերը, այլ նաև միջավայրի էներգիան։ Դու ավելի բաց ես եւ մյուսն ավելի մեծ հավանականությամբ կարող է քեզ լսել, ոչ թե պաշտպանվել։ Եկեք մի փոքր վարժություն անենք։ Եթե հիմա մտածես մի իրավիճակի մասին, որտեղ դժվար է ասել ոչ, ինչպես կասեիր ոչ բռնի հաղորդակցության լեզվով։ Ահա 3 քայլ։ Նախ պարզիր ինչ ես զգում։ Պարզիր ինչի կարիք ունես եւ արտահայտիր դա հստակ առանց մեղադրանքի։ Օրինակ, ես հիմա չեմ կարող, որովհետև կենտրոնանալու կարիք ունեմ։ Դա հնչում է պարզ, անկեղծ, բայց նաև հարգալից։ Լավ, բայց եթե մյուսը շարունակի պնդել։ Դա հաճախ է լինում։ Այդ դեպքում կարելի է կրկնել քո մտադրությունը, համբերատար, բայց հաստատ։ Գիտեմ, որ ուզում ես հիմա գնանք, բայց ես հիմա իսկապես ուզում եմ հանգստանալ։ Երբ դու կապի մեջ ես քո զգացմունքների ու կարիքներիդ, քո ոչը հնչում է վստահ եւ հանգիստ։ Սա իսկապես հիշեցնում է սահմանների արվեստը, որոնք իսկապես կարևոր են, եւ որքան հստակ ենք արտահայտվում, այնքան առողջ են դառնում հարաբերությունները։ Ճիշտ այդպես։ Երբ մենք անկեղծ ենք մեր սահմանների հետ, թույլ ենք տալիս մյուսն էլ լինել անկեղծ իր ցանկությունների մեջ։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք։ Հուսով ենք այս զրույցից հետո ձեր ոչերը կհնչեն ավելի մեղմ, բայց նաև ավելի վստահ։ Եվ հիշեք, ոչ ասելը անհարգալից չէ։ Դա ձեր ինքնահարգանքի եւ ազնվության նշան է։ Մինչ նոր հանդիպում, եւ թող ձեր խոսքը լինի հստակ, ձեր սահմանները տեսանելի, իսկ ձեր հարաբերությունները խաղաղ եւ անկեղծ։